Թարգնժդեհին խոսել եմ Վենսի Ադրբեջանում կատարած այցելությունից, ընդեղի հանդիպումներից, համոզված եմ, որ իշխանությունները կամ իրենց լրատվականները այդ մասին չեն բարձրաձայնելու։ Եվ առհասարակ Պուտինացավ կբացներ կան դեռ, որ օրը ցերեկով մատը տանում ես աչքը հանում ես, գլխի չի, որ դու ես իր աչքը հանում, էլի։ Մարդիկ կան, որ մինչև հիմա այդպես կլանված Պուտինին այդպես ընդունում են, էլի, ասենք, չեն լսում նրա հայտարարությունները Հայաստանի մասին, Արցախի մասին, Ադրբեջանի հետ ունեցած այդ պայմանավորությունների մասին, ռուս-թուրքական պայմանագրերի մասին, որոնք իրենց համար սուրբ կովի պես պահում են։ Անցնեմ առաջ, որ շատ րոպեներ չխլեմ ձեզանից։ Մենք գիտենք, որ Հայաստանում այն ինչ որ արվեց Վենսի հետ կապված, իրոք հրավերը Հայաստանի իշխանությունների կողմից չէր։ Նախատեսված չէր Ադրբեջան այց, բայց Ալիևը խնդրել է, որ նաև Բաքու կատարի այց, որովհետև ինքը իր ներքին լսարանին ասելիք ունի, որովհետև եթե Ամերիկան իր կամքով Հայաստանում ուղեղային գործարան է դնելու կամ ատոմակայան, Ադրբեջանը ուզում է, Ալիևն ուզում է ցույց տա, որ երկրում ինքն էլ Ամերիկայի հետ այնպիսի հարաբերություն կամ Ամերիկան այնպիսի վերաբերմունք ունի, որ Ադրբեջանին աչքաթող չի անում եւ ասեմ այնտեղ առաջատար կարծեմ Apple-ի տերերն են ղեկավարությունն է այնտեղ նաեւ այցելել, հանդիպումներ, համատեղ տնտեսական, առևտրային, բայց սա ես ուզում եմ երկրորդային թողնել, խոսելու եմ հրեական համայնքի ադրբեջանական, բանից պարզվում է այնտեղ լուրջ կայացած համայնք կա, կարող է եւ ասենք միշտ չենք լսել, չենք տեսել, բայց չնայած ենթադրել այլ բան հնարավոր չէ, որովհետեւ Իսրայելի ազդեցությունը Ադրբեջանի վրա հստակ երևում է, որ այնտեղ կայացած հրեական համայնք կա, տեղի է ունեցել հրեական համայնքի ադրբեջանական եւ ամերիկյան հրեական համայնքի ներկայացուցիչների հանդիպում։ Դեռ են վերվել պայմանավորություններ, չգիտեմ ես ինչ։ Սա ասել լավ է Ադրբեջանի համար, դժվարանում եմ ասել, ասեմ վատ է Ադրբեջանի համար, դժվարանում եմ ասել, որովհետև ամեն ինչ կախված է Պարսկաստանի կարգավիճակից։ Հենց որ Պարսկաստանը դառնա Իսրայելի դաշնակից կամ Ամերիկայի դաշնակից նույնն է։ Այդ Ադրբեջանում նման հրեական ազդեցությունը դենց ցայտուն չեն ներկայացնի։ Բայց ինչ խոսք, եթե Իրանը մնա այս կարգավիճակին եւ Իսրայելը խժռի, ասենք, ամբողջությամբ Ադրբեջանը, մենք էլի ավելի լուրջ պետության դեմ կլինենք ավելի շուտ, որովհետև Ադրբեջանը դա այսպայն լուրջ պետություն չի, որովհետև դա Ալիևի սեփականությունն է եւ երբ ցանկանան այդ պետությունը վերաձևակերպել, հրեաները դա իրենց կհաջողվի։ Այ օրինակ տեսեք Հայաստանի հետ կապված հարցերում դժվարանում են, հազարամյակներ է պայքարում են։ Հիմա էլ, եթե ուշադիր նայեք, այսինքն տեսան պատերազմով չեն կարողանում մեզ կոտրել, հիմա ինքնության դեմ կռիվ են տալի։ Հայ ժողովրդի ինքնության դեմ կռիվ են տալի։ Նույնիսկ ՀՀ իշխանություններն էլ թշնամու հետ հավասար մեր ինքնության դեմ կռիվ է տալիս։ Ադրբեջանը դες բան չկա, չէ՞ որ իշխանությունները թշնամուն օգնեն, որ Ադրբեջանը քանդեն։ Մեր դեպքում մենք տեսնում ենք կրթական համակարգում կլինի, մշակութային կլինի, չէ, արժանապատվության համակարգը, դա շատ կարևոր հիմնասյուն է։ Մեր եկեղեցու հանդեպ արշավը դա հենց ինքնությանը վնասելու, մեր հավաքական կերպարին վնասելու գործողություն է, որը անում է իշխանության ձեռքով թշնամին։ Այսինքն, այն ինչ որ ես ասում եմ, որ մեր իշխանություններն էլ թշնամու հետ հավասար հարձակվել է հայ ժողովրդի վրա ու էլի չի հաջողվում իրենց Հայաստանին կոտրել։ Այսքան բան Ադրբեջանի հանդեպ անը, Ադրբեջանը դադարի գոյություն ունենալ։ Սա փաստ է։ Բայց կա նաև մեկ այլ ինձ անհանգստացնող երևույթ։ Օրինակ, Վենսի այցելության ժամանակ Ալիևը խոսել է Խոջալույից։ Ես համոզված եմ, որ Նիկոլական լրատվամիջոցը այս մասին չի բարձրացնել եւ ասել իրենք չեն մոռացել Խոջալուն եւ չեն մոռանալու։ Օրինակ, ո՞նց է լինում, որ Նիկոլը Վենսի հետ չի գնում ցեղասպանության
հուշահամալիր։ Բայց Ալիևը այնտեղ այն չեղած իրեն սարկած խոջալույց է խոսում։ Արդյոք սա պայմանավորություն չկա, որ Նիկոլ դու պետք է ձեր վիշտը հետ մղես, իսկ ես պետք է այնտեղ մեր իսկ ձեռքով սարկած արհեստական վիշտը առաջ տանեմ։ Դուք պատկերացնում եք ինչ է տեղի ունենում։ Ասենք Նիկոլը չի ասում, Վենս, գիտես, դուք որ եկել եք միշտ օրթում եք խաղաղության, հա մենք ուզում ենք խաղաղություն, բայց Ադրբեջանը Ալիևը այնտեղ ասում է Արևմտյան Ադրբեջան։ Արևմտյան Ադրբեջանը նշանակում է էլ Հայաստան չկա։ Որտեղ է խաղաղությունը։ Օրինակ Նիկոլը երբեք չի բարձրաձայնել, չէ՞։ Ասի, գիտեք, որ դուք միշտ օրթում եք այս գործը։ Ալիևը սենց է մոդենում այս հարցին, սա խաղաղություն չէ։ Լռում է։ Իսկ Ալիևը այնտեղ արդեն նաև խոջալու է առաջ տալի։ Եվ մի գեղեցիկ օր Ալիևի համար, ասենք Նիկոլը կարող է նաև հերթական, ասենք հակահայ հայտարարություն անել, չէ՞, որ ասեց, եկեք ես Ալիևին խնդրեմ, թող ինքը Արևմտյան Ադրբեջան չասի, մենք էլ Արևմտյան Հայաստան չասենք։ Հրատես չեղած Ադրբեջանին մի սուարուն տալուց քիչ չի, մի հատ էլ Արևմտյան Ադրբեջան, բերում հավասարեցնում են մեր Արևմտյան Հայաստանին, հիմա ինքը շատ գեղեցիկ ձևով կարող է մի օր շարադրի, որ եկեք մենք ցեղասպանությունից չխոսենք, թող Ալիևն խոջալույց չխոսի։ Չզարմանաք, եթե նման հայտարարություն լսեք, դա Նիկոլի կամքը չէ, դա պայմանավորվածություն է։ Ոնց է լինում, որ ասենք ինքը չի գնում ցեղասպանության հուշահամալիր, բայց Ալիևը խոսում է խոջալույց եւ ասում է չենք մոռանալու։ Իսկ մեզ, եթե մենք ցեղասպանությունը հիշենք, Թուրքիային մեղադրենք, ադելության քարոզի հոդվածով կարող են դատապարտել։ Այդ դրա վրա աշխատում են։ Ուղղակի չգիտեն սփյուռքահայերի բերանը ոնց են փակելու։ Ասենք այդ օրենքը գործել է Հայաստանում։ ՀՀ քաղաքացու վրա, ասենք ասես թուրքն թշնամին է, թուրքը ցեղասպան է, թուրքն ասես բռնելու են, ասենք վարչական տուգագի հետարգեն։ Բայց սփյուռքահայը, որ Հայաստանի քաղաքացի չի, այդպես հայտարարություն արեց, ինչ են անելու։ Ու ասենք այդ ավելի շատ դրսում են հայերը, քան ներսում։ Այսինքն իրենք էլ չգիտեն, ամեն ինչով ուզում են խանգարել հայ ժողովրդին։ Թուրքերի պատվերով։ Ունես չէ որ Նիկոլ նստած գիշեր-ցերեկ մտածում է թե ոնց հարվածի հայ ժողովրդին։ Չէ, այնտեղ մտածողներ կան, իրեն ուղղակի հուշում են թե ոնց հարվածի։ Եվ ինքը քնուվել է կերն սկսում է անելը։ Հիմա պատկերացնում եք, չէ՞, ինչ է նշանակում, որ այս իրավիճակում Ամերիկայի այս գործունեությունը, որ հայանպաստ է, եթե Նիկոլի փոխարեն լինում էր, ասենք, ազգային ժողովրդական բևեռը, պատկերացնում եք, ինչ օգուտներ էր Հայաստանը խաղալու, Ալիևին ինչ էր դեմ տալու, այդ Արևմտյան Ադրբեջան թեզը հաստատ չէր լինի, խոջալույի դեպք չէր լինի, մեր ցեղասպանությունը առաջ մղած կլինենք, Վիլսոնի իրավարար վճիռը մղած կլինենք, այսինքն Ադրբեջանը պետք է մի կուրկուրի ձակի պես կուչեգած լիներ, խնդրողի դերում լիներ, բայց քանի որ իշխանությունում Նիկոլն է, Ալիևի կամակատարը, Նիկոլը մեր իրական վիշտը թողած թույլ է տալիս, որ Ալիևը իրենց կեղծ վիշտը առաջ տանի։ Այս սա է տարբերությունը, ու մարդիկ խոսում են խաղաղություն, սա խաղաղություն չէ, սա ոչնչացում է։ Իսկ առհասարակ պուտինականները, որ ասենք ասենց վատացել են, անես չի Ամերիկայի մեր հետ համագործակցությանը ես կողմ եմ, բայց ոչ Նիկոլի ղեկավարության։ Նիկոլի ղեկավարությամբ մենք մեր օգուտներից չենք օգտվում։ Ոնց որ մի անշնորհքի տանես բերքա հավաքի, ասենք նորմալ խնձորը ծառից կախած, որպես ասենց հատիկ խաղի, ասես փափուկ դնի արկղի մեջ, որ չփչանա, չէ՞։ Ասենք Նիկոլը քարով խփում, գցում է, վերցում է, խփում է արկղի մեջ, որ փչանա այդ խնձորը։ Այսինքն պիտանի չդառնա։ Նիկոլը մեր հետ այդպես է վարվում։ Չմտածեք, որ ես գովերքում եմ Նիկոլի վարած քաղաքականությունը, ոչ։ Նիկոլը մեր օգուտները վնասում է։ Բայց պուտինականներն էլ հակառակն են ուզում ներկայացնել։ Դուք չեք մոռացել, չէ՞ որ Պետրոս առաջինը նամակ գրեցին, ասին եկեք օգնեք, ասեցին հա, գնացին Թուրքիա հետ պայմանավորեցին Հայաստանը ոնց կիսեն։ Լենինը ոնց կիսեց Ստալինի հետ։ Պուտինը ոնց Արցախը էլ չկիսեցել է, ուզում էր կիսեր, չկարողացավ։ Այսինքն իրենց շարադրած գրավյալ տարածքները թուրքերին, Ղարաբաղը, Արցախի այդ միջուկը իրենց չկարողացան կիսել։ Պուտինը չկարողացավ, ձեռքից տարան։ Հիմա պատրաստվում են ամբողջ Հայաստանը տանել։ Ձեր Պուտինն էր, չէ՞ որ ասում էր Ղարաբաղը դա Ադրբեջանն է, նրա շրջակա բանը, տաշրջաններն էլ հետը։
Ձեր Պուտիններ չէ Լևոնին, Ռոբերտին, Սերժիկին, Նիկոլին պարտադրել, որ Արցախը Հայաստան չհամարեք հանգարց։ Որ հետո էլ ես կարողա շուրգամ ձեզ մեղադրեմ, ասեմ, իսկի դուք չէիք Արցախը ճանաչել, ինչ եք ուզում ինձանից։ Իր պարտադրմամբ չի ճանաչվել Արցախը Հայաստան։ Լավ անգամ անկախ չի ճանաչվել։ Ինքը պարտադրում, այսինքն ստրկացրել է։ Ինքը պարտադրում է, որ Արցախը հանգարց Հայաստան չհամարեք, կամ նույնիսկ անկախ չհամարեք, բայց երբ որ հարկ լինի, որ ես արդեն պետք է Արցախն Ադրբեջան ասեմ, ես ձեզ պետք է մեղադրեմ, որ դուք չեք ճանաչել։ Բայց դա եղել է հենց Պուտինի կամքով, Կրեմլի կամքով։ Սա ով չգիտի։ Այսքանից հետո նստել թե սիրելի հանրություն, ուրեմն Հայաստանյան քաղաքական դաշտում կա մի ուժ, դա ազգային ժողովրդական բևեռն է։ Սա մեծամտություն չէ, որ կարող է աշխարհ քաղաքական իրավիճակում օգուտներ քաղել։ Նիկոլը ասեցի, կամ օրինակ հավի ձվի վրա բերեմ, որ պետք է գնա, այն որ հավը ձու է ածում, այդտեղից ձուն բերի, ասենք սառնարան մեծ տեղը, բերի, ասենք, անց խփի, որ ջարդվի ձուն, հետո նեխի փդի։ Նիկոլը դա է անում։ Ուրիշ լավ բան ինքը չի կարող անել մեր համար, որովհետև դրա իրավունքը չունի։ Խոհեմ եղեք։